Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Երանոսյանն է։ Բարև ձեզ, Բարև ձեզ, պարոն Իսրայելյան։ Պարոն Երանոսյան, ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է, ձեր կուսակցությունը նույնպես մասնակցում է ընտրություններին, ձեր վարչապետի տեխնացուն կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանն է, ինչ գաղափարախոսությամբ եք գնալու ընտրություններին, ինչ գաղափարախոսությամբ եք մասնակցում այս քարոզարշավին։ Բարև ձեզ նորից, պարոն Իսրայելյան, շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ ձեր տաղավարում լինելու համար։ Տեսեք, մեր գաղափարախոսությունը, որը որ Քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը ներկայացնում է, դա ազատություն, անկախություն եւ համերաշխություն։ Մենք գնում ենք կարգախոսով, որ մեր երկրին տվյալ կարևոր ժամանակահատվածում շատ անհրաժեշտ է եվրոպական պարլամենտարիզմ, կլասիկ պարլամենտարիզմ, ոչ թե երկու բևեռով, այլ եռաբևեռ պարլամենտարիզմ, ոչ թե աջ կամ ձախ բևեռներով, բախումներով լի պարլամենտարիզմ, այլ նաև կենտրոնի կուսակցություն, որը կբերի գաղափարախոսություն, որը կբերի քննարկումներ ազգային ժողովում, որը կբերի արդեն մեր երկրի շատ արագ թռիչքաձև զարգացմանը։ Պարոն Երանոսյան, նշեցիք, որ այսօր խորհրդարանը երկբևեռ է, ձեր այսպես ասած ռևանշիստներից կամ արմատական ընդդիմությունից բաղկացած եւ իշխանական թևից, եթե անցնեք խորհրդարան, այսինքն դուք ինչ եք փոխելու, ինչ ձևաչափ է լինելու խորհրդարանում, ինչ պատկերացումներ ունեք նոր խորհրդարանի մասին։ Տեսեք, պարոն Իսրայելյան, հաճախ մեր քաղաքացիները ազգային ժողովում տեղի ունեցողը նշելով ընդդիմություն հասկանում են ընդդիմություն ազգային ժողովում։ Մենք ունենք իշխող ֆրակցիա, իշխող ուժ, քաղաքացիական պայմանագիրը եւ ունենք երկու ընդդիմադիր ուժեր։ Շատերը հաճախ նշելով ընդդիմություն հասկանում են երկու ընդդիմադիր ուժեր, բայց իրականում ես կամ մենք չենք հաշվում դա որպես ընդդիմադիր ուժեր։ Մենք հաշվում ենք դա ռևանշիզմ։ Իսկ երկու բևեռից բաղկացած ազգային ժողովը դա չի կարող բերել որակապես քննարկումների։ Իսկ որակապես քննարկումները պարլամենտարիզմի ամենակարևոր գրավականն է, որը կբերի թռիչքաձև զարգացման մեր երկրին։ Իսկ հաճախ բոլոր մեր հայրենակիցները նշում են կամ որոշ մասը նշում է, որ ընդդիմությունը դա ազգային ժողովի ընդդիմությունը չէ, ընդդիմությունը մեր պես ուժերն են, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է եւ մեր վարչապետի տեխնացուով Լևոն Շիրինյան։ Մենք բերում ենք աջ կենտրոնի գաղափարախոսություն եւ բերում ենք նոր որակի պարլամենտարիզմ եւ նոր որակի քննարկումներ։ Պարոն Երանոսյան, ընտրությունների քարոզարշավն արդեն թեժ ընթացքի մեջ է, դուք ինչպես եք փորձելու այս ընթացքում, այս օրերի ընթացքում ընտրողներին գրավել ձեր կողմը, հաշվի առնելով, որ քիչ չեն այն կուսակցությունները եւ ուժերը, որոնք, այսպես ասեմ, թե շատ փող ունեն, թե շատ մեդիա ռեսուրսներ ունեն, ո՞նց եք պայքարելու նրանց դեմ, նրանց հետ, ո՞նց եք ընտրողներին գրավելու ձեր կողմը։ Տեսեք, հիմա մեր մեդիայում մենք բոլորս գիտենք ինչ է տիրում ու մենք տեսել ենք 2018 թվականի ընտրություններից առաջ տեսել ենք մեր երկրում ինչպիսի մաղձ է տիրել ու ինչպիսի բարքեր են տիրել։ Շատ դժվար է իրականում, բնական է, շատ դժվար է, բայց մեր հարստությունը, որը որ մենք ունենք, դա մեր գաղափարախոսությունն է։ Մեր հարստությունը դա մեր մարդիկ են, մեր քաղաքացիներն են։ Մեր ժողովուրդն է մեր հարստությունը։ Ու ժողովուրդը վերջի 2021 թվականից հետո վերջի 5 տարվա ընտրություններից հետո ժողովուրդը գաղափարապես ուրիշ որակի է բարձրացել, որը որ արդեն գիտակից մասան ճիշտ է 2021 թվականի ընտրություններում էլ գիտակից մասան շատ են, բայց հիմա որակապես ժողովրդի քննարկումները շատ ուրիշ որակի քննարկումներ են, որը որ մարդիկ հասկանում են, թե գաղափար կա կամ գաղափար չկա տվյալ կուսակցության, որը որ մեր վերջի 5 տարիների ընթացքում, մեր այցերի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներ, Հայաստանի տարբեր գյուղեր, մեր այցերի ընթացքում տարբեր սփյուռքի գաղթօջախներ, մեր քննարկումներին մարդիկ, մեր հասարակ քաղաքացիները, մեր
ժողովուրդը, մեր հայրենակիցները բոլորն էլ նշում են, որ պետք է քննարկումներ, պետք է պարլամենտարիզմ։ Մենք ունենք ու մեզ փորձում են տանել դիսկուս քննարկման նախագահական ընտրությունների, բայց որը որ մենք չենք ընդունում, որովհետև մենք պարլամենտարիզմ, մենք ուզում ենք ստեղծել իրական պարլամենտարիզմ, որը որ կլինի արդեն քննարկումներ, որը որ կբերի ճիշտ ուղու, որը որ կծնի արդեն նոր երրորդ ուժի արկայությունը։ Մենք էլ հավակնում ենք երրորդ ուժի դերը ստանձնել, իրականում ճիշտ է, բարդ է, բնական է, բայց եթե դու ունես գաղափար, եթե դու ունես ցանկություն, եթե դու ունես ձգտում, բոլոր խոչընդոտներն են հաղթահարելի են ու պետք է հաղթահարվեն։ Պարոն Եղիասյան, տեսեք, հիմնական ուժերը արտաքին քաղաքական sense իրենց գիծը որոշակիորեն նախանշել են արդեն ընդդիմության այդ երեք առանցքային ուժերը նշում են, որ իրենք այդուամենայնիվ արտաքին քաղաքական ուղղությունը հիմնականում տեսնում են Ռուսաստանի հետ, Փաշինյանը խաղաղության օրակարգն է առաջ տանում, թեպետ չի բացառում եվրոինտեգրումը, դուք ինչ եք առաջարկում արտաքին քաղաքական առումով։ Մենք առաջարկում ենք Հայաստանը ոչ միտեղ չի գնում։ Հայաստանը մնում է Հայաստան, մենք Հայաստանակենտրոն կուսակցություն ենք, Հայաստանամետ կուսակցություն ենք։ Մեր առաջնային շահը, մեր առաջնային միտումը հանդես գալ Հայաստանի գերակա, Հայաստանի համար գերակա շահ հանդիսացող դիրքերից։ Մենք չենք գնում Եվրոպա, Եվրոպան է գալիս Հայաստան։ Եվ Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր Թրամփի ուղով, որը որ շատ կարևոր է ներկա պարագայում եւ այդ տարանցիկ դերը կատարելով մենք չենք գնում ոչ միտեղ։ Մենք ցանկանում ենք ունենալ հարաբերություններ մեր հարևանների հետ։ Մենք չենք նայում ոչ հյուսիս, ոչ հարավ։ Մենք մնում ենք Հայաստանում, մենք մնում ենք Հայաստանակենտրոն։ Մենք լավագույնս հարաբերություններ ենք ցանկանում ստեղծել Եվրոպայի հետ, որտեղ Եվրոպան եկել է, փաստ ունենք, որ Եվրոպան արդեն Հայաստանում է։ Եվ շատ մարդիկ նշում են հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Մարդիկ նշում են Եվրոպա, թե Ռուսաստան։ Բայց եկեք հասկանանք ամեն դեպքում այդ բaragայում։ Հնդկաստանը Եվրոպա է, թե Ռուսաստան է։ Իհարկե Հնդկաստանը ոչ Եվրոպա է, ոչ Ռուսաստան է։ Հնդկաստանը երրորդ տնտեսությամբ աշխարհի երրորդ տնտեսությամբ պետությունն է, ու մենք նայում ենք լավ հարաբերություններ Հնդկաստանի հետ։ Վերջերս մենք այցով եղանք Իրանի Իսլամական Հանրապետությունում։ 7 օրյա այցով եղանք Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանը Եվրոպա է, թե Ռուսաստան է։ Իհարկե մենք բալանսի քաղաքականությամբ կողմնակից ենք։ Մենք եթե Լևոն Շիրինյանը քրիստոնյա ժողովրդական կուսակցության վարչապետի թեկնածու եւ քրիստոնյա ժողովրդական կուսակցության նախագահ։ Առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինը, ով նշել է, ով ստանձնել է այդ բալանսի գաղափարի կրող եւ այդ գաղափարի տարածողը։ Այդ բալանսը հենց մենք փորձում ենք այդ բալանսը պահել։ Այդ բալանսը կարևոր է նաեւ ազգային ժողովում։ Մենք վերջին 5 տարվա ընթացքում մենք չունենք բալանս։ Իսկ բալանսը ամեն ինչ է հարաբերությունը, ոչ հյուսիս, ոչ հարավ։ Պետք է հասկանալ մեր շահերը որտեղ է բխում։ Ու տվյալ շահերը առաջ տանել, մեր շահերը առաջնային առաջ տանել բոլոր հարթակներում, հնարավորինս բոլոր հարթակներում։ Ու դա է միայն ուղին առաջ սլանալու եւ թրիշկաձև առաջ գնալու։ Ներքին քաղաքական առումով ինչ ծրագրեր եք առաջարկելու, ինչ եք առաջարկելու մարդկանց, որը չի առաջարկվել այսքան ժամանակ կամ առաջարկվել է, բայց դեռ կիսատ է, չի արվել, կամ ինչ նոր բան եք ասելու մարդկանց։ Ներքաղաքական, տնտեսական առումով, կրթական։ Ամեն դեպքում, ինչպես ասում են, ամեն քաղաքականությունը դա տեղական քաղաքականություն է եւ մենք պետք է ուժեղ լինենք, Հայաստանը պետք է ուժեղ լինի ներսում։ Մենք առաջարկում ենք գիտաարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան։ Մենք առաջարկում ենք Հայաստանը ունենա թեթև արդյունաբերություն։ Հայաստանը վերականգնի գյուղատնտեսությունը, ագրոարդյունաբերությունը։ Պետք է լինեն նոր աշխատատեղեր մարդկանց համար։ Ու դա արդեն կբերի Սփյուռքի մեր հայրենակիցների վերադարձին նաև։
Երբ որ մեր հայրենակիցները Սփյուռքում տեսնեն, որ Հայաստանը զարգանում է ու զարգանում է եվրոպական պարլամենտարիզմով, դա կբերի մարդկանց վերադարձի ու մարդիկ չեն գնա Հայաստանից։ Մարդիկ կմնան, կստեղծեն կարիերան, երբ որ մարդիկ կունենան աշխատատեղեր արդյունաբերության ոլորտում, թեթև արդյունաբերության, լեռնամետալուրգիայի ոլորտում ու դա կլինի արդեն ռեալ աշխատատեղեր լավ բարձրությամբ, մեր հայրենակիցները չեն գնա։ Ու դա կապված է նաև Թրամփի ուղու հետ եւս, որը որ կբերի արդեն գումարային հոսքի գալուն Հայաստան։ Երբ որ արտաքին ներդրողը, երբ որ եվրոպական ներդրողը գալիս է Հայաստան, նա տեսնում է, եթե դու ուժեղ ես ներսում, եթե դու ներկայանալի ես ներսում, մարդիկ կտեսնեն եւ մարդիկ այդ գումարները, որ պետք է ներդրվեն, կներդրվեն, երբ որ դու ամուր ես, երբ որ դու խոսույթ կա, երբ որ քննարկում կա, երբ որ ապագա կա։ Ու իսկ այդ ապագան կապված է ուղիղ հարաբերական է պարլամենտարիզմի հետ։ Դրա համար եմ ես միգուցե շատ եմ շեշտում պարլամենտարիզմ գաղափարը, բայց ամեն քննարկում մեր հայրենակիցների հետ, ամեն հանդիպում վերջին 5 տարում դա ամեն անգամ բերում է այդ գաղափարին։ Երբ որ կլինի արդեն քննարկումներ, տեսեք, երբ որ մարդիկ որոշում են լուծումներ գտնեն, մարդիկ ինչ որ խնդրի առաջ են, չէ՞, կանգնած, թեկուզ մեր ընտանիքներում, թեկուզ առհասարակ ցանկացած տեղ, մենք քննարկում ենք, ու այդ քննարկումը առողջ չէ, որ լուծումներ գտնենք, բայց տվյալ պարլամենտը բաղկացած է իշխանությունից եւ ռևանշիզմից, եւ այդ ռևանշիզմը չի թողում քննարկումների իրականացմանը, կայացմանը։ Այսինքն գաղափարական քննարկում չկա։ Այսինքն այո, խոսույթ չկա։ Գաղափարական քննարկումը դա կբերի արդեն լուծումների ոչ թե հետ գնալու լուծումների, գնալու հին բարքերի, հին մաղձի, բոլորս էլ գիտենք, խոտ խոսույթը 2018 թվականից այս կողմ, անդին 8 տարի, միջև դա տեղի ունեցել, բոլորս էլ գիտենք ինչ է եղել, բոլորս էլ գիտենք ինչ ուժեր են Հայաստանում գործել, ինչեր է կատարվել Հայաստանում, բոլորս էլ գիտենք, մեր հայրենակիցները բոլորը գիտեն դա։ Դա քննարկումները դա բերելու է ոչ մի տեղ, բոլորս էլ հասկանում ենք մենք որտեղ ենք ապրում ու Հայաստանը ինչ հրամայականի առաջ է կանգնած։ Երբ որ քննարկումները կլինեն, երբ որ կլինի արդեն եռաբևեռ ազգային ժողով, կլինեն քննարկումներ, կլինի այդ բուֆերի դիրքում մենք հանդես ենք գալիս որպես այդ բուֆերային կուսակցություն, քրիստոնյա ժողովրդական կուսակցություն, աճ կենտրոնի պահպանողական կուսակցություն։ Տեսեք ինչ է եղել, Եվրոպան զարգացել է, Եվրոպան հիմա կա Եվրոպա, որ շատ մարդիկ գնում են Եվրոպա։ Գնում են նրա համար, որովհետև շատ զարգացած եւ ուժեղ Եվրոպա է։ Ճիշտ է, խնդիրներ կան, բայց դա լուծելի են Եվրոպայի համար, բայց գնում են այնտեղ, որովհետև օրինակ Գերմանիան 1945 թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի պարտությունից հետո Գերմանիան ջախջախված վիճակում էր, բաժանված։ Բայց այդ պարլամենտարիզմը, որը որ նրանք ստեղծեցին, Կոնրադ Ադենաուերը, որը ստեղծեց 1945 թվականից այս կողմ քրիստոնյա դեմոկրատական կուսակցության առաջատարը լինելով եւ դառնալով կանցլեր, բերեց այդ քննարկումների, բերեց իրենց արժեհամակարգի ստեղծմանը եւ իրենց արժեհամակարգի հասկանալուն եւ գաղափարին ուղղորդելուն։ Իսկ մենք առաջարկում ենք վերադառնալ արևմտյան քրիստոնեության մշակութային արմատներին։ Մենք 301 թվականին առաջին պետությունն ենք, որը ստեղծել, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Բոլորս դա գիտենք։ Բայց մենք չունենք քրիստոնեական ժողովրդավարություն։ Եվ մենք այդ գաղափարով ենք մենք գալիս։ Մենք մեր գաղափարով ենք գալիս քրիստոնյա ժողովրդավարական արժեքներով, իրական մեր արմատներին վերադարձ, այդ հենքի հիմքին վերադարձ, որը որ կբերի արդեն թռիչքաձև զարգացման, անշուշտ։ Ոնց եք վերաբերում իշխանության խաղաղության օրակարգին, նայեք, իրանք ասում են, որ խաղաղությունը հաստատված է, այլևս անշրջելի է, գրեթե անշրջելի հաստատված փաստենդ, այն մյուս կողմը հայտարարում է, որ սա կայուն խաղաղություն չի, սա ոչ միայն փխրուն է, այլ նաև սա գրեթե կապիտուլյացիա է իրենց համար։ Դուք ոնց եք վերաբերում այս օրակարգին խաղաղության։
Տեսեք, մենք տեսել ենք ինչ է կատարվել Հայաստանում 2018 թվականից հետո տեղի ունեցավ 2020 թվականի պատերազմը ու մենք տեսանք մենք ինչ օրի հայտնվեցինք, երբ որ 20-25 տարվա ընթացքում այդ ամեն ինչը բերեց Արցախյան պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Պետք է ներսից ուժեղ լինել։ Երբ որ դուք խաղաղություն եք բանակցում հարևանների հետ կամ Ադրբեջանի հետ, երբ որ դուք խաղաղություն եք բանակցում ու մենք խաղաղություն ենք բանակցում, երբ դու ներսից ուժեղ չլինես, դու չես կարող քո շահերից բխող բանակցությունները կատարես ու դա արդեն խնդիր է։ Դու պետք է ռեալ ունենաս ուժեղ բանակ, որը որ կլինի արդեն առաջ տանող, կլինի արդեն մենք քննարկումներ կլինեն ազգային ժողովում, ռեալ քննարկումներ բալանսի կոնցեպցիան, որը որ արդեն մենք առաջ ենք բերում, նաև Քրիստոնյա ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը առաջ է բերել 4-րդ հանրապետության կոնցեպցիան տարիներ առաջ, 4-րդ հանրապետություն։ Իսկ ռեալ առանց պարլամենտարիզմի չի լինի 4-րդ հանրապետություն։ Երբ որ մենք կլինենք արդեն զարգացող ներսից, երբ որ մենք ունենանք ազատություն, անկախություն, երբ որ մենք կվերադառնանք մեր արժեքների հիմքին, այդ դեպքում արդեն մեր այդ բոլորը հաշվի կնստեն, որովհետև հենց Տրամպի ուղին դա է, բայց մենք պետք է չնայենք հյուսիս, մենք չպետք է նայենք հարավ, մենք պետք է նայենք Հայաստան, Հայաստանակենտրոն։ Իսկ դա արդեն կբերի Ադրբեջանի կողմից մեր հետ հաշվի նստելուն, որտեղ մենք կլինենք հզոր ներսից։ Ռուսաստանի հետ ոնց եք պատկերացնում հարաբերությունները, գիտենք որ շատ վատ ժամանակաշրջան են ապրում հայ-ռուսական հարաբերությունները, դուք նախ ոնց կմեկնաբանեք եւ ինչ կփոխեք այդ հարաբերությունները, ինչ կուզենայիք փոխել։ Մենք չենք կարող անտեսել Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը ճիշտ է, Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի հետ եւ Ռուսաստանը շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած, բայց մենք չենք կարող անտեսել Ռուսաստանը։ Մենք պետք է փորձենք ինչ որ միջափ հարաբերվել Ռուսաստանի հետ, բայց մեր շահերից բխող, քանի որ միշտ տարիներ ի վեր սովետական միության կազմում լինելով, նաև հետսովետական շփման ընթացքում Ռուսաստանի արդեն Դաշնության հետ, իրենք ամեն ինչ իրենք համագործակցում են Հայաստանի հետ, իրենք առաջնորդում են միայն եւ միայն իրենց շահերից բխող, բայց մենք առաջնային պետք է հասկանանք մեր շահը որն է։ Մեր շահը որ չափի համագործակցությունն է Ռուսաստանի հետ։ Պետք է կախվենք մի ճյուղից, թե չէ պետք է բալանսավորենք։ Իհարկե այստեղ բալանսի քաղաքականությունն է։ Երբ որ մենք գնում ենք մի ուղղությամբ, երբ որ մենք ամբողջը գնում ենք մի ուղղությամբ, հակառակ կողմը մեզ թիրախավորելու է, որը որ եղել է։ Մենք լավագույնս հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ ու դա բերել է արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ որ մենք հույսը դնելով Ռուսաստանի Դաշնության վրա, բայց մենք տեսանք ինչ եղավ, որ ոչինչ չեղավ նրանց կողմից ոչ օգնություն, ոչ մի բան։ Եվ մենք տեսանք արդեն Ռուսաստանի Հանրապետության այդ ժամանակվա պաշտպանության նախարարի հայտարարությունը, Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, որ իրենք փայլուն օպերացիա կատարեցին թուրքերի հետ։ Դա գալիս է նրանից, որ մենք չենք բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։ Երբ որ մենք իրական կբալանսավորենք, կհասկանանք մեր շահը որն է, ու չի լինի ռևանշիստական ռևանշիզմ, կլինի իրական ընդդիմություն։ Իսկ ընդդիմությունը մենք գիտենք, ընդդիմությունը իշխանություն է իրականում։ Եթե դու ունես ազգային ժողովում մեծամասնություն, եթե դու ունես 51%, դու իշխանություն ես, բայց եթե դու ունես օրինակի համար ազգային ժողովում 10%, դու էլ ես իշխանության կրող, պատասխանատու։ Դու չես կարող ոչ մի բան չանել, ասել չէ, մենք ընդդիմություն ենք, կարող ենք ոչինչ չանել։ Չէ, դու էլ ես ընդդիմությունը, տվյալ դեպքում ազգային ժողովի ընդդիմությունը, տվյալ դեպքում իշխանություն կրող է։ Ու այդ իշխանությունը պետք է օգտագործես ի նպաստ Հայաստանի, ոչ թե ի նպաստ այլ երկրների շահերի։ Իսկ մենք տեսել ենք վերջի 5 տարում, որ այդ
իշխանությունը շատ մարդիկ օգտագործել են հակա հայաստանյան շահերի, բայց մենք պետք է օգտագործենք ի նպաստ Հայաստանի շահերի, ի նպաստ աշխատատեղերի ստեղծման, գործանների, թեթև արդյունաբերության, որակապես նոր գաղափարների, որակապես նոր արդիական լուծումների։ Այսօր մենք ունենք շատ խնդիրներ, եւ այդ խնդիրները կբերի լուծման, երբ որ մենք կվերադառնանք մեր արևմտյան քրիստոնեության մշակութային արմատներին։ Ու մենք ունեցել ենք այդ մշակույթը։ Մենք դարավոր մշակույթ ենք ունեցել։ Մենք պետք է հասկանանք մեր արժեքները։ Մենք պետք է հասկանանք մեր ներկուստ մենք 301 թվականից մենք ինչի ենք Գրիգոր Լուսավորչի եւ Թաթ Մեծի ժամանակահատվածում, երբ որ մենք ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ու մենք պետք է գնանք այդ արժեքներին։ Եվ մենք պետք է մաքրվենք ու շարժվենք առաջ, որը կբերի որակապես նոր խոսույթի, որը կբերի մեր ժողովրդի մոտ արժեքների վերածնունդի, որը կբերի գաղափարի պայքարի, մարդիկ արդեն կսկսեն ապրել եւ արարել մեր երկրում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Երանոսյանն էր, կհանդիպենք առայժմ։